Մեր մեկ լռությունը կարող էր փրկել մեր հարաբերությունը։ Այս հաղորդումը ուզում էի նվիրել լռությանը եւ մտածում եմ մենք պետք է 20 րոպե լռենք եւ խոսենք հայացքներով, բայց լռության մասին կարելի է խոսել նաեւ խոսքերով։ Այո, այսօրվա հաղորդումը եւս քո մասին է, սիրելիս, եւ խոսելու ենք իմ առաջարկած թեմաներ, չէ, քո առաջարկածներ Մարիամս, խոսելու ենք լռության մասին, ինչ է լռությունը եւ որքան արժեքավոր է այն։ Սիրելի Լիա, նախ ողջույն սիրելիներս, ես ուզում եի մատնանշել մեր նաև թիմի հաջողության եւ իմ եւ քո հարաբերությունների հաջողության գաղտնիքը, որ մենք չունենք իմ թեմա եւ քո թեմա։ Մեր զրույցը, հաղորդակցումը միշտ բերում է մի թեմայի եւ այսօր դա եղավ լռությունը, որտեղ մենք րոպեով, Լիան շատ ճիշտ է, չափեցինք եւ հասկացանք լռության արդյունավետ ազդեցությունը, երբ մարդ փոթորկած է։ Դու կիսվեցիր ինձ այդ փորձով, ես կիսվեցի տեխնիկայով, իմ բառամթերքով։ Այս պահին լռությունը երևի թե միանգամից անդրադառնամ շղթայաձև քո հարցին, այն է, որ մարդիկ հաճախ լռությունը շփոթում են, որ մարդը չունի ասելիք, լռությունը շփոթում են թուլության հետ, լռությունը արհամարում են կամ համարում են արհամարանք, լռությունը արժեզրկում են եւ նույնիսկ չգիտեն, որ բնությունից ունեն եւ օժտված են նման հրաշալի երևույթով, կարողությամբ նույնիսկ կարող եմ ասել։ Եվ դեռ հույն մտածողները իրենց աշակերտներին ասացին, ես մինչև քեզ սովորեցնեմ խոսել, քեզ պետք է սովորեցնեմ լռել։ Հայտնի ճշմարտություն է, ինձ թվում է յուրաքանչյուրդ կհիշեք այդ հայտնի զրույցը։ Այս մասով լռությունը մենք հոգեբաններս ուսումնառության ժամանակ հենց այդտեղ ենք սովորում։ Մենք լռելը սովորում ենք փոխարինելով ակտիվ լսելով, այդպես է կոչվում, ակտիվ լսողություն։ Եվ դրա կողքին լռությունը թերապևտիկ հաճախ լցվում է այնպիսի բառերով, այնպիսի իմաստուն մտքերով, որը ոչ մի աղմուկ չի կարող տալ։ Պատկերացրեք հիմա մի քանի վայրկյան լռենք եւ լսենք կրակի ձայնը, մինչեւ որ գարանը լսենք թռչունների ձայնը։ Ով ինչ լսեց։ Ով ինչ լսեց այն ինչ հարաբերությունը կրակի օդի հոսքի հետ։ Եվ ինչ է դա նշանակում։ Ոնց որ մենամարտ լիներ։ Հրաշալի, ինչպես միշտ նա իր խորության մեջ գեղեցիկ է։ Օդի եւ կրակի հարաբերակցությունը նման էր այո մենամարտի, բուրը։ Մենամարտը, բայց որտեղ չէր պահանջում հաղթող։ Ուղղակի երևի թե էմոցիաների մենամարտին էր։ Այսպես որ մենամ շատ կխորանա։ Ահա, դե իրականում դու կիսվեցիր մի փորձով, որ կարևոր է լռությունը։ Այո, եւ առհասարակ լռության մեջ եւս կա ասելիք։ Ես կարող եմ լուր իմ ասելիքը տեղ հասցնել քեզ։ Լռությամբ կարող եմ հարգել քեզ, լռությամբ կարող եմ ընդունել քեզ, լռությամբ կարող եմ սիրել քեզ, լռությամբ կարող եմ ատել քեզ, լռությամբ կարող եմ հասկանալ, լռությամբ կարող եմ արհամարել քեզ։ Բոլորը ընդունեցի, բոլորը կարող են տեղի ունենալ, որովհետև բոլորը մարդկային էին։ Մարդուն բնորոշ շարք էր։ Իրականում լռությունը, երբ տեղի ունենում մեր տարածության մեջ, շատ ավելի օգտակար մի կողմ ունի, եւ այդ կողմը տեղի ունենում այն ժամանակ, երբ լռությունը ստեղծում ես դու, ոչ թե ուրիշի լռության մեջ ես տեղավորվում, այլ լռություն, որը ստեղծել ես դու, դա քո հանգստի ժամն է, դա քո հանգստյան օրն է, դա քո հանգիստ միտքն է եւ դա քո իրավունքն է լինել լռության մեջ։ Այստեղ շատ իմաստուն են դեռահասները։ Մամ, պապ, ես գնում եմ իմ սենյակ, ինձ չխանգարեք, ես ուզում եմ մենակ մնալ։ Ես իրականում գրագետ ծնողավարության մեջ սա նույնպես միշտ գրիչով ընդգծում եմ, որ երբ երեխան ուզում է մենակ մնալ իր լռության մեջ, հարգեք այդ իրավունքը, բայց դա նույնպես ունի չափ եւ սահման, որովհետեւ շատ кейսեր այդ չափ այնքան են անցնում, որ երեխան դառնում է պարփակված, մենակյաց եւ չեն կարողանում սենյակից կամ տանից դուրս բերել։ Ներողություն։ Կներեք, կարող եք չկտրել այս հատվածը, կարող եք կտրել, ուզում եմ ասել, այնքան սիրուն ես։ Խոսում ես, կարևոր բաներից ես խոսում ու շատ գեղեցիկ ես խոսում, ու ցած խորացա ուղղակի քո արտաքին տեսքի վրա այնքան համահունչ ու սիրուն ես։
Քո գեղեցիկ աչքերն են այդպես տեսնում։ Հա, բայց խնդրեմ, ներողություն եմ խնդրում ընդհատելու համար, ուղղակի չկարողացա զսպել։ Սա այն պորտկուն պահան էր, որ չես ուզում լռել ու լսել, այլ ուզում ես խոսել։ Ինչ է ուզում ասել, եթե լինում են դեպքեր, երբ լավը, դրականը, հաճելին հասունացել է, որ պետք է արտահայտվի, այդ պահին իհարկե ցանկալի չի լռելը։ Արտահայտվեք։ Ասեք, ես վստահ եմ դա դիմացինին հաճելի է լինելու։ I love you! Where? What? Show me. Where is this love? I can't see it. I can't touch it. I can't feel it. I can hear it. I can hear some words, but I can't do anything with your easy words. Whatever you say, it's too late. Please, don't do this! It's done. Now, please go or I'll call security. Մենք պարզապես քանի որ լռությունն էինք քննարկում, ուզում եմ շատախոս լռությանը անդրադառնանք, որտեվ շատախոս անձրևը հայտնի երգում կա, բայց շատախոս լռություն այդպիսի բառակապակցություն դու հանդիպել ես։ Չեմ հանդիպել, բայց արդեն պատկերացնում եմ, թե որքան խորքային ես այն բացելու։ Պատրաստում էի հենց այդպես մոտենալ հարցին։ Շատախոս լռությունը այն է, որ մենք կարող ենք ունենալ ընտանիքում 5 հոգի։ Եվ 5-ը նստած լուր հեռուստացույց են դիտում կամ 5-ն էլ իրենց հեռախոսների մեջ են։ Եթե նրանցից գեթ մեկ այդ պայն ուշադրություն դարձնի տանը տիրող լռության խոսքերին, բոլորի համար կլսի ինչ է տեղի ունենում։ Հայտնի ֆիլմը դա շատ լավ ցույց էր տվել, ինչի մասին են լռում կանայք, թե խոսում կանայք, միշտ այդ բայը շփոթում են։ Ինչի մասին են մտածում կանայք։ Մտածում կանայք։ Ես միշտ այդ բայը մոռանում, պետքա վերլուծեմ, հետաքրքիր ինչու եմ այդ բայը ես միշտ մոռանում։ Բայց հենց այդտեղ այդ լռության մասը կա, չէ՞, լուր կին անցնում է եւ հերոսը փորձում է կարդալ մտքերը։ Եվ սա բնությունից մեզ տրված է միայն որ դու քոնը կարդաս։ Իրականում, եթե ես ինձ նեղություն տամ կարդալու քո լռությունը, բացառապես դա կանեմ քո խնդրանքով։ Երբ դու ասես Մարիամ, սիրելիս, ես լռեմ, իսկ դու կարդա իմ լռությունը, ուզում եմ քո ձայնը լսել։ Ես դա կանեմ սիրով, բայց դու կարող ես իմ աչքերի միջոցով հասկանալ իմ հոգեվիճակը եւ հասկանալ թե ինչ է ասում իմ լռությունը։ Դու դա կարող ես, որովհետեւ այո, դու դրա մեջ պրոֆեսիոնալ ես եւ փորձառու։ Բայց դա չէ որ ոչ բոլորին է վերաբերում, ոչ բոլորը կարող են կարդալ։ Երբեմն կին եւ տղամարդ հարաբերությունների մեջ կամ երեխա եւ ծնող հարաբերությունների մեջ մենք ուզում ենք որ մեզ կարդան ու հասկանան առանց խոսքերի։ Ինձ թվում է այս նախադասությամբ մենք շատերի սրտին դիպանք, որտեվ պետք է մարդիկ մեզ հիմա լսեն եւ հասկանան ինչու է հաճախ անդադար աղմուկ տանը, այսինքն վեճեր տանը, որովհետեւ այդ լռությունը ոչ ոք ժամանակին չկարդաց, դա իսկապես նեղություն տալու հետ է կապված։ Ես ինձ պետք է նեղություն տամ, որպեսզի քո լռությունը կարդամ, այսինքն էներգիա պետք է ծախսեմ, ջանք պետք է գործադրեմ։ Դրա համար պրոֆեսիոնալ դաշտում դա տեղի է ունենում որպես մասնագիտական գործիք, լռությունը իբրև տեխնիկա, հայտնի ուղղությունից է։ Իսկ ընտանիքում մարդիկ դրան պետք է գան եւ սովորեն եւ ես խոստանում եմ որ մեր հանդիպումներից մեկը անպայման կլինի վեճերի, աղմուկի եւ լռության կարեւորության մասին։ Our entire relationship I've gone above and beyond for you, for us. And I mean I've cooked, I've picked your shit up off the floor, I've laid your clothes out for you like you were a 4-year-old. I support you, I supported you, your work. If we ever had dinner or anything, I make the plans. I take care of everything. And I just don't feel like you appreciate any of it. Հիմա գիտես ինչի մասին եմ ցանկանում քեզ հետ խոսել ու քննարկել։ Այն ինչ որ ասելու եմ, սա իմ սրտի ամենակարևոր թեմաներից մեկն է։ Երբ է պետք լռել, երբ է անհրաժեշտ լռել, երբ է լռության կարևորությունը առաջնային, երբ է լռությունը փրկողի դերում հայտնվում, պահպանողի դերում հայտնվում։ Ես միգուցե լռության դերը հիմա գերարժևորեմ, բայց ինձ թույլ տամ դա անել։ Ես իմ տարածքի մեջ լռությունը միշտ փրկարար է, որովհետև լռության դեպքում դու երբեք չես կորցնում ոչ էներգիա, ոչ անտեղի ասված բառեր։ Լռության դեպքում երբեք դուռը առհավետ չի փակվում։ Այո։ Իսկ չլռելու դեպքում դու միշտ կորցնում ես։ Ասում ես անտեղի բառեր,
վատնում ես անտեղի էմոցիաներ, որոնք հետո շտկելու համար ծախսում ես կրկնակի էներգիա։ Ուստի կեցել լռությունը, Այո, որը պետք է սովորել։ 1000 բառից ավել է լռությունը։ Երբեմն ես միշտ այն մարդիկ, ովքեր ինձ մոտ են եւ հարազատ են, ասում են, որ ամենաէմոցիոնալ, ամենացավոտ, ամենաինտրիգային կամ ամենադժվար պահերին առաջարկում եմ պահպանել լռություն։ Այո։ Որովհետև երբ մենք էմոցիոնալ ենք լինում, երբ հոգևոր մեր ստաբիլ իրավիճակից, հոգեվիճակից դուրս ենք լինում, մենք վիրավորում ենք եւ կորցնում ենք այն մարդկանց, ովքեր իրականում թանկ են մեզ համար։ Բայց մենք հետո ենք դա հասկանում եւ գիտակցում, որ մեր մեկ լռությունը կարող է փրկել մեր հարաբերությունը, կարող է պահպանել մեր երջանկությունը եւ ամրապնդել այն, ինչը որ ունեցել ենք եւ ստեղծել ենք։ Լռությունը պարտադիր այս մասը ֆիքսեք, որովհետև հենց այս տեսանյութը լռության մասն է։ Մենք հետո անպայման կխոսենք չասված խոսքերի վտանգավորությունից, շփոթել պետք չէ, բայց այսօր լռության դերի մասին է մեր խոսքը, եւ այստեղ ուզում եի հավելել, որ եթե մենք հաճախ խաղաղության համար գնում ենք լռության ետևից, մենք գնում ենք կամ անխոս բնություն, կամ եկեղեցի, եւ միայն մի բան պետք է պատկերացնել, որ գնաս միտեղ, որ ընտրել ես հանգստանալու եւ մտքերի խաղաղեցման վայր եւ այնտեղ լինի անտանելի աղմուկ։ Այսինքն այնտեղ ինչ որ ուրախության, քեֆի, խրախճանքի ձայներ կան, այնտեղ երեխաների աղմուկ լինի, որը շատ սիրելի եւ հաճելի է, բայց կա պահ, որտեղ միայն ու միայն բժիշկ է լռությունը։ Եվ սա հետևանքի դեպքում է խոսում իբրև օգնություն, բայց նաև երբ դու նշեցիր փրկարարի դերի մասին, դա չփակվող դռներին է վերաբերվում, որպեսզի դռներ, պատուհաններ ձեր առջև առհավետ չփակվեն։ Մարդիկ չեն կարողանում ներել դուրս եկած բառը, այսինքն ասված վերջին բառը, մարդիկ չեն կարողանում մարսել այն ամենը, որտեղ իրենք արդեն տրամադրել էին վերջակետը, բայց դեռ շարունակաբար գնում էր անտանելի աղմուկը։ Այս դեպքում ինչքան հետ ես նայում, այնքան տեսնում ես, որ թերապևտիկ լռությունը ամենաամոքիչն էր լինելու։ Այո, լինում են շատ դեպքեր, երբ լինում է թեկուզ հարաբերությունների կամ աշխատանքի բարձաբանում, եւ շատ կարեւոր է գիտակցել վարքյանական լռության արժեքն ու կարեւորությունը, որ հենց այս պահին ես նախընտրում եմ լռել եւ հաղթում ես, չպատասխանել, չնեղացնել, չկորցնել, չպարտվել, չթուլանալ։ Ես հիշեցի մարդկանց, ովքեր իմ լռության մեկնաբանության ժամանակ մեկ այլ առիթով ասում էին, իսկ գիտեք, որ շատ հաճախ մարդիկ չեն հասկանում լռության կարևորությունը եւ երբ որ մենք սովորում ենք ձեզանից, որ լռությունն է կարևոր, դիմացինը դրանից առիթավորվում է։ Մտածում եմ մենք թույլ ենք պարտվում կամ մենք արհամարում ենք։ Այդտեղ կա շփոթմունք, որովհետեւ եթե ես նախընտրում եմ լռությունը, ինձ չի հետաքրքրում դիմացի աղմուկը։ Որքան ուզում եք քննադատեք, խոսեք, մեկնաբանեք, թույլ համարեք կամ ուժեղ համարեք, մտածեք ոչինչ չունեմ ասելու կամ չեմ կարող ասել, դա ես նախընտրել եմ իմ իմաստուն լռությունը։ Կխոսեմ եւ կարտահայտվեմ այն ժամանակ, երբ ինքս կնախընտրեմ այդ հարմար տարբերակը։ Սա շատ կարևոր կետ է, որ վեճի ժամանակ մարդիկ, ովքեր չեն ուզում թույլ Երևան, ավելի բարձր են գոռում, ավելի միջև վերջ են ասում եւ ինչ է ստացվում արդյունքում խառնաշփոթից, քաոսից, վերջնական կամուրջները այրելուց բացի ինչ է ստացվում, եթե որևէ մեկը կգտնի, որ ինքը ավելի բարձր գոռաց եւ շահեց, խնդրեմ թող ինքը շարունակի այդպես, բայց մենք այսօր այս հանդիպումով կարևորեցինք լռության մեծ դերը։ Եվ ի վերջո, եթե չենք կարողանում կառավարել էմոցիաները մեր ներքին ապրումները իսկ դառնում են մեր թշնամին։ Եվ նրանք մեզ դրդում են այն սխալ քայլերին, որոնք գուցեև մենք մտադրված չէինք, երբևէ չենք մտածել, երբևէ չենք ուզել եւ հետո շատ ափսոսում ենք։ Բայց վարքյանը գործնելու պահն է, այդ դրա մասին ենք խոսում։ Եթե վարքյանը բռնում ենք եւ լռում ենք, գնահատում ենք, թեկուս այո, ես պատրաստ եմ լինել պարտված, եթե դու ինձ համար թանկ ես եւ մեր հարաբերությունները կամ այն կարգավիճակը, որը որ ստեղծվել է, ինձ համար ավելի կարեւոր է, քան իմ հաղթանակածը լինելը։ Մի պասլակով հետ գնացեք Լիայի խոսքի սկիզբը, այս տողերը լսեք մի քանի անգամ, անգիր արեք, որտեղ շատ պետքական տողեր էին։ Ես իսկապես գիտես, ես ինքս ինձ սովորեցրել եմ, որ ես չեմ ուզում միշտ ուժեղ լինել եւ միշտ հաղթող լինել եւ առավել եւս միշտ ճիշտ լինել։
Դրա համար կարող ես ավելի շատ նվաճումներ ունենալ։ Այո, ու հատկապես ինձ համար ամենաթանկը բացի գործնական վերելքներից նաև մարդկային ձեռքբերումն է։ Եթե կան իմ կյանքում կարևոր մարդիկ, այո, հենց քեզանից սկսած, արժեք ունեցող մարդիկ, ովքեր ինձ երջանկացնում են, ովքեր ինձ լրացնում են, ովքեր ինձ ապրեցնում են, ովքեր ինձ ուժեղացնում են եւ դրդում են իմ շարունակական կյանքը վարել, ես չեմ ուզում ձեր ներկայությամբ լինել խելացի, չեմ ուզում լինել ճիշտ, չեմ ուզում լինել ուժեղ եւ չեմ ուզում լինել հաղթող։ Գեցեն մեր հանդիպումները, որոնք որ ոչ մեկից չեն պարտադրում լինել ավելի խելացի եւ ճիշտ, այլ մենք հանդիպումների ժամանակ կարող ենք լինել այն, ինչ որ կանք եւ տարածել այն դրականը, որը մեր փորձի մեջ կա եւ որտեղ մեզ շատ օգնում են մեր սիրելի հետևորդները իրենց խորհուրդներով, մեկնաբանություններով եւ հարցերով, էմոցիոնալ նամակներով պատմում են իրենց անձնական կարևոր փոքրիկ պատմությունները։ Եվ մենք նրբանկատորեն այստեղ այդ մասին խոսում ենք։ Սիրելի Լիա, ընդունիր մեկ առաջարկ, եթե կկարևորես նաև դու, որ մեր հաջորդ ռիլը եւ տեսանյութը լինի այն մասին, որտեղ շատ կանայք հիմա իրենց ձայններ ականջից, որ մենք շատ երկար տարիներ ենք լռել, հոգնել հոգեբան, սիրելի Լիա, մենք շատ երկար ենք լռել եւ դա չարիք է դարձել մեզ համար։ Այո, մենք լռությունը կարևորել ենք երկար տարիներ, բայց դա մեզ չի օգնել երջանիկ լինելու մեջ։ Արի այստեղ կանգ առնենք եւ հաջորդ տեսանյութը խոսենք հենց այդ մասին։ Շատ լավ, այստեղ կանգ ենք առնում, բայց ամփոփիչ խոսք եւ խորհուրդը պարտադիր պետք է տանք այն մարդկանց, ում մասին է այս մեր զրույցը։ Իսկ ում մասին է, քո մասին է։ Շնորհակալություն, որ դու դեռ մեզ հետ ես։ Քո մասին լռությունը այս կետերում պետք է լինի։ Լիա սիրելիս, հենց քո խոսքերից մեջբերում կանեմ, որ լռությունը այն ժամանակ ենք նախընտրում, երբ կարիք չունենք ապացուցելու, որ ուժեղ ենք թե թույլ։ Լռությունը մենք ենք ընտրում եւ դա մեր ստրատեգիան է, դա մեզ չեն կարող պարտադրել։ Լռությամբ կգնամ դեպի մյուս փուլ, մյուս իրավիճակ, եթե ես ուզում եմ այդ հարաբերությունները չավարտվեն, այրելով բոլոր կամուրջները։ Լռությունը պետք է արժևորել եւ գնահատել, եւ սա այն բացառիկ դեպքերից է, որ հաճախ երկուստեք հնարավոր չէ, բայց հարաբերությունների հաղթանակը գոնե մեկից է կախված։ Եվ դրա համար հաջորդ թեմայում մենք մանրամասն դրան կանդրադառնանք։ Լռությունը այն կարևոր իմաստուն քայլն է, որը որ ինտելեկտի նշան է։ Ես եկել եմ այդ համոզմամբ, որովհետեւ լուր հայացքով կարելի է շատ խոսուն լինել եւ շատախոս լռության մեջ շատ իրավիճակներ փոխել, եթե դու դա ընտրել ես իբրև ռազմավարություն։ Այստեղ ընտանիքներ կարող են առաջ գնալ փրկվել, ինչու չասեմ այդպես, ծնող երեխա հարաբերություններում դա կարող է շատ կարևոր տեղ եւ դեր զբաղեցնել, օրինակ պատկերացնում դեռահասները լռությանը սովորեն, չնայած որ ես կուզեի դեռահասները խոսեին եւ ծնողները սովորեին շատախոս լռությանը եւ դա չշփոթեին գլուխը կախելու հետ, որ եթե մենք լռում ենք ինքը խոսում է եւ նստում է մեր գլխին, ախր այդպես չի լինի, ախր հոգեբանական ամեն տեղ չի որ տեղ ունի, այսպես շատ մեկնաբանություններ հիմա կհիշեմ, որոնք որ դեռահասների համար երբ ասում եմ, դա գալիս է եւ հանգում է նրան, որ մենք դեռահասներին տանում ենք այն ուղղությամբ, որ ծնողները խեղճանան, չէ։ Լռության մեջ երեխան տեղավորվում է եւ ծնողից սովորում է լռելը։ Եթե երեխան ասած եւ ծնողը նույն ուժգնությամբ շարունակում է վեճը, երեխան սովորելու է վիճելը։ Վառվում եմ, լուրջ եմ ասում, դուք չգիտեմ ոնց իմ մեջ աջ կիսագունդես։ Այս անգամ կրակը շատ թեժ է։ Շատ թեժ է, արդեն ինձ թվում է մեր թեմաների մեջ է թեժացել։ Ամեն դեպքում ես ինձ համար առանձնացրեցի ամենակարևոր կետերից մեկը, որը կցանկանամ յուրաքանչյուր մարդ վերցնի իր համար եւ դարձնի իր կյանքի կարևոր կարգախոսներից մեկը։ Ես լռում եմ, որովհետեւ ես չունեմ արդարանալու կարիք։ Ծափահարեք։ Այո, եւ դա նաեւ ռազմավարական է, որովհետեւ շատ հաճախ հենց փորձաքննությունների ժամանակ, կոնֆլիկտային իրավիճակների, դու կարող ես շատախոսության մեջ տեսնել այնպիսի արդարացումներ, որոնք որ ուղղակի տանում են դեպի մեղքի բաժինը։ Եվ լավ, կցանկանամ վերջում սրա մասին էլ խոսենք, կամ եթե դու ինքդ կհամարես, որ այս թեման պետք է արծածենք առանձին, խնդիր չկա։ Երբ լռում ենք մենք, ինքնական, բայց չի լռում մեր միտքը։ Ներքին աղմուկ։ Այո։
Ինչ տեղ ունեցավ քո մասին հանդիպման ժամանակ։ Այո, սա այն է, որ մենք կարող ենք լռել, բայց մեր մտքերը այնքան խոսուն են լինում, մեր էմոցիաները, մեր ներքին ապրումները, որ պորտկում են, երբեմն մենք Ուզում են դուրս գալ։ պորտկում են, այո։ Իսկ այս սենյակում շատ հետաքրքիր էներգիա է գեներացվել։ Եկեք լռության զրույցը այս կետի վրա Ավարտենք։ Միջակետ, գոնե թե միջակետ եւ կշարունակենք կոմենտներում սիրելիներս։ Շնորհակալություն, որ մինչ այս պահը դուք մեզ հետ էիք։ Մենք ձեզ ասում ենք հաջողություն, Ալեքս փրկիր մեզ։ Արի։ Ահա։ Ու միանգամից